Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրավիճակը լարված է, չնայած այն բանին, որ նկարահանման հրապարակում մշտապես ջերմ ու ընկերական մթնոլորտ է։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հետագա զարգացումներին, քանի որ նրանք սպասում են տեսնելու շատ հետաքրքիր գաղտնիքների բացահայտումներ։ Դիանա Գրիգորյանը խոսելով հեռուստասերիալի ավարտի մասին նշել է, որ հեռուստասերիալն ավարտվելու է տարվա վերջ։ Սա նշանակում է, որ դեռ երկար ժամանակ հնարավորություն ունենք էկրաններին վայելելու մեր կողմից սիրված դերասաններին ու դերասանուհիներին և իհարկե կերպարներին, որոնք արդեն հասցրել են սիրվել հեռուստադիտողների կողմից, անկախ դրական են դրանք, թե բացասական։ Բացասական կերպարները համարվում են այս հեռուստասերիալի շարժիչ ուժը, քանի որ առանց բացասական կերպարների հեռուստասերիալն իր այս ընթացքը չէր ունենա։ Հեռուստասերիալում բացասական կերպար է դիտարկվում Հունանը, որի շուրջ պտտվում են ողջ իրադարձությունները։ Հունան 9 տարիներ առաջ սպանեց Ռաֆին ու նրա երեխաները մեծացան առանց հայրական սիրո ու ջերմության, այժմ կանգնած է իր երեխաներին կորցնելու վտանգի առաջ։ Քանի որ այս տեմպերով գնալով նրանից կհեռանան ոչ միայն իր երեխաները, այլ կինն, ով այսքան ժամանակ նրա կողքին է եղել ու աջակցել է նրան, Իննան հասկանում է, որ Հունանը կործանվում է։ Ինչպես ինքն է նշում, նրա մեջի մարդը գնալով մահանում է, իսկ դա նշանակում է, որ Հունանը գնալով ավելի վտանգավոր է դառնում։ Արդյոք նրա վրա նաև մեծ ազդեցություն է ունեցել քրոջ՝ Էռնայի նման իրավիճակը։ Իհարկե նա դեռ չգիտի, որ Էռնան հոգեբուժարանում է, Ավոն նրան փակել է, և դա ևս մեծ հարված է լինելու նրա համար, չնայած որ նա Էռնային ասել է, որ այլևս չզանգի ու իր մասին չհետաքրքրվի։ Սա Ավոյին հնարավորություն է տվել Էռնային ուղղակի փակել հոգեբուժարանում։ Լեոն, ով վիրավորված հեռացել էր նրա տնից, վերադարձավ Լեային փախցնելու։ Նա Սարիկի հետ հայտնվեց Լեայենց տան մոտ, բայց միևնույն ժամանակ հայտնվեց նաև Արամը։ Բնականաբար այդ հանդիպումից որևէ լավ բան սպասել հնարավոր չէր։ Այս պահին Արամը Արնաշաղախ գետին ընկած, իսկ Լեոն ու Լեան միասին փախան։ Հունանն այս ամենն այսպես չի թողնի և այս միջադեպն օգտագործելու է հենց Լեոյի դեմ։ Արամին ոչինչ չի պատահի, քանի որ արդեն նկարահանման հրապարակից հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ Արամը կապտուկներով Հունանի առջև է կանգնում։ Բայց Հունանն այն մարդը չէ, որ այս ամենն այսպես թողնի, հավանաբար կդիմի ոստիկանությանը ու Լեոյին կձերբակալեն կամ կդիմի իր քայլերին, ինչ կնախապատրաստի և ով պատասխան կտա այս ամենի համար, դեռ պարզ չէ, բայց մի ուրախալի փաստ ևս հեռուստասերիալում։ Վովան վերջապես վերադարձել է Հայաստան։ Վերադարձել է և շատ շուտով պարզելու է ճշմարտությունը, բայց ով է նրան ասելու ինչպես է այս ամենը բացահայտվելու, կիմանաք, եթե բաժանորդագրվեք մեր ալիքին։ Շատ շուտով հետաքրքիր նորություններ են սպասվում, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու, միացեք մեր ալիքին, սեղմեք զանգակոճակն ու եղեք առաջինը տեղեկացված։ Իսկ հեռուստասերիալում իրավիճակն իսկապես դուրս է գալիս վերահսկողությունից։ Սա նշանակում է, որ նոր բախումներ են սպասվում, այս անգամ Հունանի և Լեոյի միջև։ Լեոն ներողություն չէր խնդրելու Հունանից, այն էլ նրա տան մեջ, և բնական էր, որ բախում է սպասվում։ Եվ այս ամենից հետո Հունանի տանն է հայտնվում նաև Մանանը, ով իրեն օտար է պահում Լեոյին, անգամ այն բանից հետո, երբ Լեոն նման վիճակում նրանց տանից դուրս է գալիս։ Նա ընտանիքին ասում է, որ Մանանն իրեն օտար է պահում և իրենց համար այսպես ասած մեռած է։ Այստեղ ամենահետաքրքիր ու ամենադրական զույգը Դավիթ և Նարեզույգն է։ Հեռուստադիտողները հասցրել են սիրել ու ընդունել նրանց զույգը։ Ինստագրամյան էջերում բազմաթիվ ֆաներ են բացվել և իհարկե տեղադրում են կադրեր նրանց մասնակցությամբ։ Նշենք, որ շատ շուտով հետաքրքիր նոր բացահայտումներ ենք անելու, իսկ Դիանա Գրիգորյանը խոստացել է, որ շատ շուտով երկու նախագիծ
հեռուստադիտողի դատին կներկայացնի, իսկ սա նշանակում է, որ գալիս են նոր, ռեյթինգային և իհարկե դիտարժան նախագծեր։ Երկու նախագիծ, որոնք սիթքոմեր չեն, սա նշանակում է, որ այս երկու նախագծերն էլ հետաքրքիր ընթացք են ունենալու։ Թե ինչպես են ցուցադրվելու, որ ալիքով, ովքեր են լինելու դերասանական կազմում, կիմանաք միանալով մեր ալիքին։ Եվ իհարկե չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել, ինչ եք կարծում, ինչպես կվարվի Հունանը Լեոյի հետ այն բանից հետո, երբ տեսնի Արամը իր տան շեմին գետնին ընկած։